Ես երեք լուրերի թողարկումն եմ նայել։ Շաբաթվա գլխավոր իրադարձության հայ առաքելական եկեղեցու դեմ արշավի նոր փուլի Արագածոտնի թեմի հոգևորականների ձերբակալությունների մասին Նիկոլ Փաշինյանը պարզվում է իմացել էր լուրերից։ Ճիշտ այնպես, ինչպես այդ ձերբակալությունների համար առիթ հանդիսացած ցուցմունքների հեղինակը Օհանավանի հոգևոր հովիվ Փաշինյանների ընտանիքի բարեկամ Արամ Քահանա Ասատրյանը լրագրողներից։ Ես քնչական չեմ հրավիրվել, որևէ մեկին չի զանգել։ Երեք առավոտյան էլ երբ հայտնի դարձավ, որ թեմի տասնյակ հոգևորականներ բերման են ենթարկվել, Տեր Արամը իրեն զանգահարած բոլոր լրատվամիջոցների հարցից զարմանում էր զրոյից։ Ձեզնից լսեցի, տեղյակ չեմ։ Եկեք փորձեմ միած հասկանալ ինչ առհասարակ կատարվում, որովհետև այսպես առաջին անգամ լսում եմ։ Ձերբակալություններից պակաս զարմացած չէր Դանիել Յոհաննիսյանը, չնայած այն հանգամանքին, որ հենց իր հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում էին հոկտեմբերի 15-ի լուսադեմին մասսայաբար ձերբակալվում հայ առաքելական եկեղեցու սպասավորները։ Մտքովս չէր անցնում, որ ձերբակալությունները կապ ունեն մեր հաղորդման հետ։ Զորույցի խնդիր ես չեմ տեսնում նրանով, որ մեր հաղորդման հիման վրա այս ձերբակալությունները լինում են։ Ոնց եք նայում, որ ձեզ ասում են դանոս գրող, իսկ Տեր Արամին, որ այդ մասին բարձրաձայնեց, ասում են Հուդա, Դավաճան։ Եկեք սկսեմ Հուդայից, հա։ Եթե Տեր Արամը Հուդա, եթե ընտրական հանցագործության մասին հայտարարողին Հուդա են անվանում, իրանց ասածը ինչ է, որ Քրիստոսն է ընտրական հանցագործություններ գործող անձեղել։ Հաղորդումը, որ ներկայացրել էր Յոհաննիսյանի ղեկավարած ՀԿ-ն, իհարկե 2000 տարվա վաղեմության իրադարձություններին չէ, որ վերաբերում էր, սակայն եւս առանձնապես թարմ դեպքերի մասին չէր։ 2021 թվականի գրեթե բոլոր ցույցերին ընդդիմության ես մասնակցել եմ, բայց ոչ իմ ցանկությամբ։ Բա Վերադասի։ Այս մեկ նախադասությունը բավարար էր, որ Դանիել Յոհաննիսյանը դիմեր դատախազ Աննա Վարդապետյանին, պահանջելով ստուգել քահանայի ներկայացրած փաստերը։ Քրեական գործի հարուցման շղթան ամենից պարզ ձևով այս շաբաթ Facebook-ի իր էջում ներկայացրեց Երևանի ավականու ընդդիմադիր անդամ Հովսեփ Կուբացյանը։ Մարդուն բանտարկելու կարճ ուղեցույց։ Արամը գնում է Պետրոսի մոտ հարցազրույցի։ Հարցազրույցը նայում է Դանիելը եւ նամակ է գրում Աննային։ Աննան նամակը ուղարկում է Արթուրին եւ մկրտիչը հայտնվում է ճաղերի հետևում։ Արագածոտնի թեմում չորեքշաբթի օրն իրականացված ձերբակալությունները ըստ էության կաթվածահար արեցին մեկ տասնյակից ավելի եկեղեցիների բնականոն գործունեությունը։ Աշտարակի սգո սրահներում հոգեհանգիստներն առանց քահանաների էին, զուգված զարդարված հարսանքավորները եւս ստիպված էին հնդածս փոխել հանդիսությունների վաղուց գծված ծրագիրը։ Սաղին ասեք, որ Եղվարդ են գնում։ Նշեմ ի դեպ, որ Արագածոտնի թեմի առաջնորդարանում հոկտեմբերի 15-ին իրականացված խուզարկությանը ԱԱԾ տասնյակ հատուկ ջոկատայիններ եւ նույնիսկ փրկարարներ էին մասնակցում։ Փաստաբանների պնդմամբ էլ թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի դեմ հարուցված քրեական գործով 54 հոգանոց քննչական խումբ էր զբաղվում։ Կարելի է դրա համար այդպես ողբերգություն միամիտ ասարտի մեջ խփես։ Եվ մինչ հայաստանյան իրավապահ համակարգը ուժերը կենտրոնացրել էր քահանաների ձերբակալությունների վրա, քրեածին իրավիճակը երկրում շարունակում էր սրընթաց վատթարանալ։ Հոկտեմբերի 12-ին Կոտայքի մարզի Արամուս գյուղի բնակիչներից մեկը Թաթևոս Հովակիմյանը նախ հրազենի կիրառմամբ սպանեց իր հարևաններին, ապա ժամեր անց մարզի գյուղերից մեկում եւս 2 հոգու։ Շուրջ 3 կիլոմետր հեռավորության վրա նկատել է, որ կանգնած է ավտոմեքենա։ Եվ նշված ավտոմեքենան ավազակային հարձակմամբ հափշտակելու դիտավորությամբ քայլելով մոտեցել է ավտոմեքենային, նախապես իր Ford Mach-ի ավտոմեքենայից վերցնելով իր որսորդական հրացանը։ Երկու հանցագործությունների միջև ի դեպ ավելի քան 3 ժամ էր անցել, սակայն երկրորդ սպանությունը կանխել այդպես էլ չէր հաջողվել։ Դա ի դեպ լուրջ հարցեր էր առաջացրել ոստիկանների գործողությունների օպերատիվության վերաբերյալ։ Իրավապահները սակայն կայծակնային արագությամբ գործեցին, երբ ընդդիմադիրների շահերը պաշտպանող ամենահայտնի փաստաբաններից մեկը Ալեքսանդր Կոչուբաևը Facebook-ում իրենց քննադատող կոշտ ստատուս գրեց։ ԱԱԾ հատուկ ջոկատայիններն ու ոստիկանները փաստաբանին բռնության կիրառմամբ բերման ենթարկեցին նրա գրառման հրապարակումից ընդամենը մի քանի ժամ անց։ Եվս մի քանի ժամ եւ Կոչուբաևն արդեն կալանավորված էր։ Քրեական հետապնդման պատճառը հենց վիճահարույց Facebook-յան գրառումն էր։ Այս ֆաշիստական ձևով ձերբակալումը, ասած ինչ ում եք, մեզ եք վախացնում, եկեք նույն ձևով էլ ինձ ավտոյցս անեք տարեք, հետո։
Յանի ինչ։ Ինչ եք դրանով ուզում ասեք։ Իսկականից էլի յանի ինչ։ Սենց հավերժեք մտալու։ Սովորական հեծանիվով էլ է կարելի գնալ նոր-նորքի զանգված։ Այն նույն պահին, երբ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում կրկին կիսվում էր իր հեծանվային փորձառությամբ եւ բողոքում պիկ ժամերին հեծանիվ քշելու անհնարինությունից, Հանրապետության հրապարակում հավաքված բեռնատարների վարորդները նրան խորհուրդ էին տալիս ավելի լուրջ խնդիրներով զբաղվել։ Կարան այդ հեծանիվի տեղը խոսքի քշեն այդ ֆուրը, այդ տանջանքն ու այդ ամեն ինչը իրանք տեսնին։ Բեռնատարների վարորդները կառավարության շենքի մոտ հավաքվել էին Ռուսաստանում ծագած խնդիրների պատճառով։ Ռուսաստանյան միգրացիոն օրենսդրության խստացումների հետևանքով հարյուրավոր հայ վարորդներ զրկվել են այդ երկիր մուտք գործելու իրավունքից, որոշ դեպքերում ընդհուպ մինչև 5 տարի ժամկետով։ Վարորդների պնդմամբ այս ամենի վերջը Հայաստան ներկրվող ապրանքների դեֆիցիտն է լինելու։ Մի ամիս է շոֆերները չկային են Երևանի, Հայաստանի կեսի 1080 քամակը բանոտ կմնա, թուղթ չի լինելու որ բսրբվի։ Հետո վերջը լավ ինչ պետք է ախմեր։ Վերջը լավ կլինի, խոստանում էր բեռնատարների վարորդների մոտ իջած էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Ակցիայի մասնակիցները սակայն թերահավատ էին Փաշինյանի կառավարության ներկայացուցիչների հետ, նախորդ շփումները նրանց համար առանձնապես հուսադրող չէին եղել։ Միջև անգամ մենք մտել ենք իրանց հետ հանդիպման, ասում են եթե չեք ուզում այդ ձևի աշխատեք, գնացեք վրացական համաները, վրացական ֆիրմա բացեք, այդտենց աշխատեք, որ հարց չվճարեք։ Կառավարության աշխատող ինչ եք ուզում ես երկրի աշխատողներից կառավարության էնել կոչվում է։ Մենք ասում ենք օրենքը Ռուսաստանում է։ Հիմա Հայաստանը ինչ պիտի անի, ինչ եք պահ։ Ինչ արեց։ Կազախստանը հելան, ասի որ մեր շոֆերների վրա չազդի։ Հելան իրանք ներկայացին Ռուսաստանին, Ռուսաստանը շոֆերների ճանապարհը բացեց։ Հայաստանյան դիվանագիտությունն այս շաբաթ սակայն հիմնականում կենտրոնացած էր արևմտյան, այլ ոչ թե արևելյան կամ հյուսիսային ուղղությունների վրա։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այս շաբաթ Վաշինգտոնում էր, որտեղ հանդիպեց Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթի տեղակալներից մեկի, ինչպես նաև Հայաստանի զինված ուժերի նոր համազգեստի դիզայնը մշակող ամերիկյան ընկերության ներկայացուցիչների հետ։ Բարև ձեզ հարգելի գործընկերներ։ Արարատ Միրզոյանի հյուրն այս շաբաթ ՀՀԿ գործող նախագահ Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալտոնենն էր։ I'm in Tbilisi in front of the Parliament building. There's a peaceful demonstration. Նախարարուհին իր հարավկովկասյան այցի շրջանակներում հասցրեց նաև մասնակցել վրացական ընդդիմության ցույցին, տուգանվեց դրա համար, Բաքվում էլ ավետեց, որ ամենաուշը դեկտեմբերի 1-ին ՀՀԿ Մինսկի խումբը վերջնականապես կդադարի գոյություն ունենալ։ Շաբաթվա գլխավոր այցը սակայն Նիկոլ Փաշինյանի ուղևորությունն էր եգիպտական Շարմ ալ-Շեյխ, որտեղ նա մասնակցում էր Գազայում հրադադարի պայմանագրի կնքման առթիվ կազմակերպված գագաթաժողովին։ Եգիպտոսում Փաշինյանին հաջողվեց շփվել այս միջոցառման գլխավոր մասնակցի Դոնալդ Թրամփի հետ։ Ճիշտ է, նախապես հարկ եղավ նրան հիշեցնել, թե ով է իր առջև կանգնած մարդը։ Ես Հայաստանի վարչապետն եմ, շնորհակալություն, Աստված օրհնի ձեզ, եւ հիմա դուք։ Երբ շնորհակալական խոսքերից հետո Փաշինյանը փորձում է շարունակել խոսքը, Դոնալդ Թրամփն արդեն շարունակում է շփումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի եւ Ինդոնեզիայի նախագահ Պրաբոու Սուբիանտոյի հետ։ Շարմ ալ-Շեյխում գտնվող Իլհամ Ալիևին սակայն Թրամփը հիշեց առանց որևէ լուրջ ջանք գործադրելու։ Azerbaijan. Did I do a good job? Այստեղ է այն մարդը, ում համար ես լուծեցի պատերազմը։ Ադրբեջան։ Որտեղ է քո հայրենակիցը։ Իրար հետ հաշտ եք, չէ։ Նրանք կռվել են 32 տարի եւ մոտավորապես 1 ժամում մենք կարգավորեցինք այն։ Այդպես է, չէ։ Եվ հիմա նրանք իրար հետ լավ են։ Իդեպ Թրամփի հետ շփումներով տարված Ալիևը վերջին օրերին ոչ մի անգամ չարտաբերեց Զանգեզուրի միջանցքի եզրույթը։ 5-շաբթի օրը կառավարության նիստից հետո վարչապետ Փաշինյանը բացատրեց, թե ինչու։ Պարզվում է այդ հարցն այլևս մեջբերում հասցեագրված է։ Այդ թեման այլևս արդիական չէ, այո, եղավ շատ լուրջ քննարկում ամենաբարձր մակարդակով եւ ամենահեղինակավոր միջազգային հարթակներում եւ այդ քննարկման արդյունքում հարցը հասցեագրվեց Կոպենհագենում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով թողարկված հաղորդագրությամբ։ Հետևաբար այդ հարցը արդեն չկա։ Գոնե ինձ համար այդ հարցը արդեն չկա։
Այս շաբաթ սակայն պարզվեց, որ ադրբեջանցիների գոնե մի խմբի քարտեզագիրների համար Զանգեզուրի միջանցքի թեման դեռ գոյություն ունի։ Azərbaycan kartoqrafları İctimai Birliyi Zəngəzur dəhlizinin xəritəsini hazırlayıb. Երեքշաբթի օրը հոկտեմբերի 14-ին Ադրբեջանի քարտեզագիրներ հասարակական կազմակերպությունը Բաքվում ներկայացրեց այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի քարտեզը, որն ըստ հեղինակների կազմված է գերճշգրիտ արբանյակային լուսանկարների հիման վրա։ Չնայած Փաշինյանի հավաստիացումներին, թե միջանցքը Հայաստանի տարածքի հետ որևէ առնչություն չունի, ադրբեջանցիների կազմած քարտեզում պատկերված էր Հայաստանի Հանրապետության Մեղրիի շրջանը։ Շաբաթվա գլխավոր մշակութային, շատերի գնահատմամբ հակամշակութային իրադարձության հեղինակը դարձան ԿՊ-ական падգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Թաքուհի Ղազարյանը։ Խորհրդանի կրթության եւ մշակույթի հանձնաժողովն այս 5 շաբթի հավանություն տվեց այս երկու օրենսդիրների նախաձեռնությանը, որով հանրային հեռարձակողների թիվը երկրում կրճատվեց 1-ով։ Կրճատվածը հայ առաքելական եկեղեցու կողմից հիմնադրված մինչ օրս 50%-ով եկեղեցու կողմից ֆինանսավորվող շողակաթ հեռուստաընկերություններ։ Հանձնաժողովի որոշումից հետո հարցը կտեղափոխվի ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգ, որտեղ էլ ամենայն հավանականությամբ ԿՊ-ական մեծամասնությունը կողմ կքվեարկի հայաստանյան ամենաշատ մշակութային հաղորդումներ ունեցող եւ ամենակիրթ հայերենով խոսող հեռուստաալիքի եթերազրկման օգտին։ Տասնամյակներ շարունակ առանց մրցույթի գումար տրամադրելը համարում ենք անարդյունավետ։ Քեֆ ենք անում, հորս արել, լավ ենք Փոխարենը պետությունն այս տարի էլ որևէ խնդիր չտեսավ Էրեբունի Երևան տոնակատարությունների ֆինանսավորման մեջ։ Տոնակատարություններ, որոնց շրջանակում կազմակերպված ենթադրյալ մշակութային գլխավոր միջոցառումը Թաթա Սիմոնյանի կիրակի օրը կայացած համերգներ Հանրապետության հրապարակում, տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցությամբ։